Ստեփանակերտի 6-րդ դպրոցի մարզադահլիճում երեկ կայացավ Արցախի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը։ Նոյեմբերի 27-ին մեկնարկած շուրջ 200 մարզիկ ընդգրկած խաղարկության արդյունքում եզրափակիչ փուլում 6 մենամարտ էր սպասվում։ Արցախի գավաթի խաղարկությանը մասնակցում էին Արցախի Օյամա Կյոկուշին ֆեդերացիայի, Երևանի ԱԲԱ Էրեբունի ակումբների, Մարտունի քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի, Ստեփանակերտի 3 մանկապատանեկան մարզադպրոցների եւ Արցախի ուշուի ֆեդերացիայի սաները։ Մինչ եզրափակիչ մենամարտերը հանդիսատեսը ունկնդրեց «Մենք ենք, մեր սարերը» երգի պարի պետական համույթի կատարումները։ Սանդաուշու մարզաձևի մարզիկներն էլ ներկայացան ցուցադրական ելույթներով։ Այնուհետև ելույթով հանդես եկավ Հայսև գոտիների ակադեմիայի հիմնադիր Կարապետ Քեբաբջյանը։ Նա նաև գոտիներ հանձնեց խաղարկությունից մեկ ամիս առաջ քննություն հանձնած 78 մարզիկներին։ Նրանցից 59 մեծ վարպետից ստացան սպիտակ, իսկ 19 դեղին գոտիներ։ ԱԲԱ-ի հիմնադիրը նաև շնորհակալագրեր հանձնեց Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանին, սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանին, պատգամավոր Ալոշա Գաբրելյանին, Հայաստանի Հայսև գոտիների ակադեմիայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Հարությունյանին եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Նազարյանին։ Այնուհետև մեկնարկեց գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը։ Այն անցեկացվել A եւ B կատեգորիաներով, մինչև 1 տարի մարզվող եւ 1 եւ ավելի տարիներ մարզվողների միջև։ Այս ծրագրի հովանավորն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուշուի ֆեդերացիան եւ մեր մշտական հովանավորը բարեգործական հիմնադրամը Քրոնիմեդը, որի մենք խորին շնորհակալություն ենք հայտնում եւ այն մարդկանց, ովքեր աջակցել են այս մրցաշարը կազմակերպել։ Արցախի ուշուի ֆեդերացիան շարունակում է զարգանալ եւ ավելացնել մարզաձևով մարզվողների թիվը։ Վերջերս Կոմիտաս Կարապետյանի ընտանիքի բարեգործական ծրագրի շնորհիվ ուշու մարզաձևը նոր տարածք ընդգրկեց։ Արցախի Նորշեն համայնքում բացվել է ուշուի խմբակ, որտեղ ընդգրկված են հարևան Հացի եւ Աշան գյուղերը։ Նորշենի նորակառույց դպրոցի կահավորված մարզադահլիճում Արցախի ուշուի ֆեդերացիայի առաջին մարզիչ Հարութ Ադամյանի գլխավորությամբ արդեն 100 մարզիկ է մարզվում։ Նրանց մասնակցությունը այսպիսի մրցաշարերի կսպասվի կես տարի հետո։ 3 համայնք մենք կարողանում ենք արդեն մարզենք եւ արդեն մեկ շաբաթավոր պարապմունքն է սկսել։ Սերժո Արշակյան, Արտավազդ Գրիգորյան, օր։